Ջրի արտահոսքի հետքերով հասցեում երկրորդ անգամ եմ, առաջի անգամ եկանք տաք ջրից արտահոսքը, արդեն երկար բարակ մանգալու բան չկա, այսինքն էլի լողացող արտահոսք է, այսինքն ճնշումներ տվինք մի դրվագ ընկնում էր ճնշումները, հետո բացակ, այսինքն հետո կտրվեց, չընկավ ճնշումը, գիտեի, որ ես հասցեով էլի եկալի, պատվիրատուին էլ ես զգուշացրել, այսինքն անցել է ամիսներ, չգիտեմ ինչքան ժամանակ, կրկին արտահոսքը հայտնվել է, մի խոսքով փորձ համար 2։ Դե ինչ, վերջապես ակուսիկ լեսոնները իր արդյունքի բերեց, այսինքն կրկնում եմ անցել անգամ ճնշումները ուղղակի դադարել էին ընկնելուց, ուստեղ ինչա կատարվում, այսինքն գերակա աղմուկը ստեղ է ամեն դեպքում, բայց մոնտաժը տրամաբանորեն չեմ կարծում ստեղով պետք է արած լինի, հարևան բաղանիքում էլ է, այսինքն պատի հետևը հայլային, երկրորդ բաղանիքն է, սա մեր երկրորդ բաղանիքն է, այսինքն տարածքով նույն տեղն անգնում, այսինքն հենց պատի հետևը ստեղ էլի բարձր աղմուկի մասը հետ մեր խաչն է, պատվիրատուն այս պահին որոշեց չքանդի, քանի որ շատ է խորը, բան այն է, որ պատվիրատուն սրանից առաջ ստեղ իր նախաձեռնությունով կարծել է, որ ստեղից կլինի հոսքերը ստեղ քանդել իր արդյունքի չէր հասել, ես էլ եկա որոնելու ժամանակ ճնշումներ տվեցի, մի խոսքով մի մոմենտ ընկնում էր ու դադարեց, 2 ամիս հետո ենք ասենց արտահայտվել, մի խոսքով կամ ստեղ պետք է բացի, կամ պատի հայլային հետևը, իմ կարծիքով երկու տեղն է ստիպված է լինելու քանդի, որ կարողանա մոնտաժ անել, բավականին խորն է, մոտ 30-40 սանտի խորության վրա է այդ խողովակաշարը, այստեղ է։